Հայաստանի հավաքականը պարտվեց, բայց խաղաց մինչև վերջ։ Ֆարերյան կղզիների ֆուտբոլն ու ոչխարները զարգանում են։ Կապե Վերդեի հավաքականը աշխարհի առաջնությունում է ու ով է լինելու Բարսայի հաջորդ գոլահարը։ Ֆուտբոլային գաճաճները գնալով թրփոշանում են ու ոտք են գցում գերհզորների հետ։ Ողջույն բոլորին։ Մենք էլ ենք գաճաճ, բայց ոտք են գցում գրեթե բոլոր հայտնի յութուբերներին։ Ուղղակի իրանք դա դեռ չեն զգում։ Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիայի ընտրանուն, բայց հաղթում է։ Ըդվում։ Նախ ֆուտբոլիստները սկսել են օգտագործել Մելիքյանի բառերը։ Ունենք մեր պլանը, հաստատ պրոբլեմներ կստեղծենք հակառակորդի համար։ Չգիտեմ դուք ոնց, բայց ունենք պլան, մրցակցի համար ստեղծելու ենք պրոբլեմներ, հենց պրոբլեմներ, ոչ թե խնդիրներ։ Այս արտահայտությունները ես լսել եմ միայն Մելիքյանից, սկսած դեռ Փյունիկի ժամանակներից։ Ինչ վերաբերվում է խաղին, ապա մենք ավելի շատ դրականն ենք տեսնում, քան բացասականը։ Միայն այն, որ գոլը ուտելուց հետո խուճապի չենք մատնվում, չենք քանդվում ու շարունակում ենք խաղալ ըստ պլանի, արդեն ձեռքբերում է։ Գրեթե բոլորի կողմից նշվեց Գյորգի Հարությունյանի վատ խաղը, բայց ես կնշեմ մեկ այլ ավագի վատ խաղը, բայց հունգարացիների Դոմինիկ Սոբոսլային, օրինակ առաջին խաղակեսում դուք չգիտեմ, տեսակ թե չէ, բայց ինչքան սխալ փոխանցումներ էր կատարում, թե երկար, թե միջին, թե կարճ։ Մի խոսքով իրեն նման չէր այդ տղեն։ Ասում են ընդմիջմանը պարզվել է, որ նրա միջից Լիվերպուլի հոգին դուրս չէր եկել։ Իհարկե, սա արդարացում չի, առավել եւս, որ վատ խաղացող մրցակցին ենք պարտվում։ Ուղղակի սրանով ուզում եմ ասել, որ բոլորն էլ սխալվում են, պետք չի սխալվելուց վախենալ, պետք է դրանից դասեր քաղել ու հաջորդ անգամ ուղղակի չանել, ինչպես Իռլանդիայի դեմ, այդ խաղը երևի արդեն եղել է կամ դեռ չի եղել, չգիտեմ։ Մեր կանխատեսմամբ իռլանդացիները այդ խաղում եռապատկված, քառապատված, գլխապտույտ, գլխակորույս գալու են, որ մեզ հաղթեն, թե ինչու կասեմ մի քիչ հետո։ Հետաքրքիր է ստացվում, սեպտեմբերյան խաղերից առաջինում Պորտուգալիային պարտվեցինք, հետո հաղթեցինք իռլանդացիներին։ Հիմա էլ համարյա նույնն է, պարտվել ենք Հունգարիային ու խաղալու ենք Իռլանդիայի դեմ։ Չնայած այս անգամ դուրսն է լինելու, ճնշումը մի քանի 100 անգամ ավելի մեծ է լինելու, հետևաբար բարդ է լինելու։ Չնայած Էրիկ Փիլյոյանը վստահեցնում էր, որ թիմը արդեն պատրաստ է ու ավելի լավ է խաղալու, քան Երևանը։ Իռլանդիայի հավաքականի դեմ վերլուծենք թե մեր թե մրցակցի խաղը ու կփորձենք ոչ թե նույն այլ ավելի լավ հանդիպում անցկացնել։ Եթե խաղը եղել է ու տեսել եք, խնդրում եմ ասեք, որ հաղթել ենք, ես չեմ կարողանում նայել, շտապում էր նաև Ռոնալդուն իռլանդացիների հետ երրորդ տուրի խաղում, քանի որ արդեն խաղի վերջին վայրկյաններն էին, բայց նրանք այդպես էլ չէին կարողանում գոլ խփել։ Ուրիշ պատճառ էլ կա։ Այո, Ռոնին 11 մետրանոցը խայտառակ վատ իրացրեց։ Միթե նա չէր տեսել, թե ինչպես է պրոֆեսորը հարվածն իրացնում Կելեհերի դարպասին։ Պրոֆեսոր։ Հա։ Ինքը պրոֆեսոր է իմ համար։ Պորտուգալացիները 91-րդ րոպեին միայն կարողացան կոտրել իռլանդացիների դիմադրությունը։ Արա 90 րոպե պահես ու մի րոպեում ընդամենը գործի մեջ։ Այ դրա համար եմ ասում, իռլանդացիների այդ ցանկությունը մեզ հաղթելու վերջին հույսն է իրենց համար։ Դրա համար նրանք խելապատառ, խելակորույս գնալու են առաջ, որպեսզի կոտրեն մեզ ու հույս ունենան, որ ինչ որ բանի կհասնեն։ Դրա համար ասում եմ, որ շատ տարածություններ է բացվելու նրանց թիկունք։ Այդ ընթացքում որոշ մարդիկ բացել էին Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող գիրքն ու լրատվականները սպոյլերավոր արեցին։ Նա Մանչեսթերում եկածս առաջին օրվանից քննադատում էր ինձ, մի օր չդիմացա ու պատասխանեցի նրան, երբ ինձ անվանեց գավնո։ Ասեցի «Քաքը դու ես», ես կասեի «Հակի կույտ»։ Նա ինձ հետ մարզումներին չէր խոսում, բայց ամեն օր WhatsApp-ով գրում էր, որ հեռանամ։ Փաստորեն WhatsApp-ով հեռացումները գալիս են դեռ Մանչեսթերից։ Ուղղակի մի խնդրանք, եթե կարդաք գիրքը, խնդրում եմ սպոյլեր մի արեք, որ մենք էլ կարդալուց հետաքրքրություն գոնե լինի, էլի։
Գլոբ, իսկ դու գիտեիր, որ չափը ընդհանրապես կարևոր չի։ Ընկերուհիս հետ կարծիքին չէր։ Չէ, իրականում չափը կարևոր չի։ Օրինակ, ֆարերյան կղզիները չափով փշատի կորիզա, բայց իրեն պահում է ոնց որ մի հատ Այդ երկիրը մեծ չի, բայց այսինքն հրաշք թունել ունի իր կոլցեվոյով։ 55,000 բնակչություն ունեցող այս պետությունը շարունակում է զարմացնել բոլորին։ Նրանք այս աշխարհի առաջնության որակավորման փուլում գտնվում են նույն խմբում Չեխիայի, Խորվաթիայի հետ եւ նրանցից հետ են ընդամենը 1 միավորով։ Իդեպ, ֆարերյան կղզիները ավտոյի ֆարերի հետ ընդհանրապես կապ չունի։ Ասեմ ավելին, այդ արտահայտությունը թարգմանաբար նշանակում է ոչխարների կղզիներ։ Այստեղ ոչխարները ավելի շատ են, քան մարդիկ։ Մարդիկ 55,000 են, ոչխարները 70,000։ Էդ ոնց հաշվեցիր։ Ոտքերը հաշվեցի, բաժանեցի 4-ի։ Ու ահա այս ոչխարաշատ պետության ֆուտբոլի հավաքականը 4-0 հաղթում է Մոնտենեգրոյին, 2-1 Չեխիային։ Պատկերացնում եք ֆուտբոլն ինչքան է փոխվել, որ այս գաճաճիկները կարողանում են ֆուտբոլ խաղալ։ Դուք պատկերացնում եք ինչ է կատարվում ֆուտբոլի հետ այսօր։ Չնայած մյուս կողմից էլ ստացվում է հաջողության հասնելու համար պետք է շատ ոչխարներ ունենալ։ Ուղղակի մի նկատառում, ոչխարները պարտադիր պետք է չորքոտանի լինեն։ Իսկ օրինակ Սամուել Էտոն շատ մտածելու տեղ ունի, որովհետև վերջին անգամ այսքան տխուր նա եղել էր մի 13 տարի առաջ, երբ ջարդվել էր իր հազվագյուտ մոդելի Aston Martin-ը։ Բա հիմա ինչի է տխուր։ Տխուր է, քանի որ Կապե Վերդեն աֆրիկյան աշխարհամասի որակավորման խաղարկության իր խմբում զբաղեցրեց առաջին տեղն ու առաջին անգամ իր պատմության մեջ կխաղա աշխարհի առաջնությունում, իսկ Կամերունը մնաց երկրորդը։ Չեք հավատա, բայց այս պետությունն էլ է կղզեխումբ, ուղղակի ի տարբերություն ֆարերների, նրանց բնակչությունը 600,000 է։ Չնայած դա օբյեկտիվ է, քանի որ Աֆրիկայում հենց պարապ են մնում կարելի է Հայաստանն էլ կղզեխումբ սարքել, կարող է մի բան դուրս գա։ Լավ, մի գեղատեսիլ վայր էլ այստեղից ցույց տամ, մարդ ես կարող է որոշեք ձեր փողերը ծախսել ու գնալ այնտեղ հանգստանալու։ Կապե Վերդեի ամենասիրուն տեղերից է կոչվում է Կապույտ աչք, չնայած արևի շողերի հետ գույնը փոխվում է, մեկ տղա է, մեկ աղջիկ։ Լավ, Աֆրիկաներից տեղափոխվենք Եվրոպաներ, որտեղ Ֆրանսիան 3 անպատասխան գնդակ ուղարկեց Ադրբեջանի դարպասը։ Առաջինը հաջողության հասավ Կիլիան Մբապեն, դառնալով սոլո գոլի հեղինակ։ Էս ինչ է գլոբ։ Դե ասեցի կենթանական թեման շարունակենք էլի։ Չնայած նման է։ Still going Mbappe and he's on his own. Այս խաղից առաջ նա հարցազրույց էր տվել ու խոսել օրինակ Մեսսիի մասին։ Ես բախտավոր եմ, որ խաղացել եմ Մեսսիի հետ, նա լրիվ նորմալ տղա է ու հարգում է բոլորին։ Իդեպ հարցին թե Մոնակոից հեռանալուց ինչու ընտրեց Փարիզը Մադրիդի փոխարեն, նա ասել է, որ այդ ժամանակ Ռեալում էին Ռոնալդուն, Բեյլը, Բենզեման ու նա անպայման լինելու էր Պահեստային, ինչը չէր ցանկանում։ Գրեք մեկնաբանություններում, արդյոք նա կմնար Պահեստայիններում այդ ժամանակ։ Իսկ ահա Իսլանդիայի դեմ խաղում նա արդեն չկար, քանի որ վնասվածք էր ստացել եւ գնացել էր հետ Մադրիդ, իսկ նրա հայրենակիցները ոչ ոքի խաղացին։ Մի կողմից այս Մբապեն ուզում է հաղթի աշխարհի առաջնությունը, մյուս կողմից էլ այս թիմը քաշում է։ Ոնց չասես, որ Ֆրանսիայի հավաքականը մեծ կախում ունի այդ կրիայից։ Նենց տպավորություն է, ոնց որ այդ Դեշամը այնտեղ ծանոթով է աշխատում, արա։ Չնայած արդեն ասում են, որ մունդիալից հետո Դեշամին կփոխարինի Զինեդին Զիդանը։ Նա անձամբ է ասել, որ ցանկանում է գլխավորել իր երկրի ազգային թիմը։ Because we see very often Առաջիկա խաղերին ծանոթանալուց հետո կխոսենք ազգային թիմերի այլ խաղերից ու կպարզենք, թե ովքեր են տեխնացուները Բարսելոնայի հաջորդ գոլահար դառնան։ Հոկտեմբերի 14-ին Հայաստանը 4-րդ տուրի խաղը կանցկացնի Իռլանդիայի դեմ։ Պորտուգալիան կընդունի Հունգարիային, Իսպանիան Բուլղարիային։
իսկ վրացիները կգնան Թուրքիա վրեժ լուծելու։ Շվեդիայի հավաքականը 2 անպատասխան գնդակ ընդունեց Շվեյցարիայից։ Օրինակ Ալեքսանդր Իսակը ոչնչով աչքի չընկավ։ Տոնջի մենակ այդ Իսակը, բայն յոկերեշը։ Շվեդիան իրոք հիասթափեցնում է։ Նորվեգիան չնկատեց Իսրայելի հավաքականին հաղթելով 5-0 հաշվով։ Հոլանդը հերթական հետրիկը գրանցեց, չնայած կարող էր լինել պոկեր, եթե իրացներ 11 մետրանոցը։ Աշխարհի առաջնությունում տեղը ապահովված Արգենտինայի հավաքականն էլ ընկերական հանդիպում ունեցավ Վենեսուելայի հետ, որտեղ մարզում անցկացրեց Խուլիան Ալվարեսը։ Հիմա հարց. ինչ է կապում այս ֆուտբոլիստներին։ Բոլորը հարձակվողներ են, ոչ միայն իմ երկարավիզ բարեկամ։ Բարսելոնան չի առաջարկի նոր պայմանագիր լե հարձակվողին։ Այսենց մարդը այդքան գոլ խփի, դիմանա Յամալի ճնշումներին, սովորականից քիչ բարի, որ պայմանագիր չառաջարկեն, լավ է, կյանք չի սիարա։ Լևանդովսկի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Արդեն անուններ են շրջանառվում, թե ով է փոխարինելու նրան։ Մենք այդ անունները տվեցինք արդեն, դուք էլ գրեք ձեր կարծիքով ով կլինի այդ ֆուտբոլիստը, որը գոլեր պետք է ապահովի Բարսայի համար։ Այ օրինակ, եթե որոշեն գնել Հոլանդին, ապա մինիմում մի 200 միլիոն պետք է նախատեսեն, որովհետև նորվեգացին իրեն ստաբիլ սառեցրած է պահում, որ գինը չգցի։ I'm here to stay. Անգլիայի հավաքականը առանց Ջուդ Բելինգեմի խաղերավոր հաղթում է։ Ուղղակի նրանց դեպքում մի քիչ եզրափակիչ փուլերում է սարսափը սկսվում։ Այս նախընտրականները ջարդելով գնում են։ Ուղղակի Բելինգեմի համար բացի հավաքական չհրավիրվելը եւս մի տխուր նորություն եղավ։ Ասում են նրանց ծնողներն են բաժանվում։ Oh no! Բայց դե քանի որ մեր հաղորդումը ուրախ է, մի քանի անհաջողակների ու զավեշտների անդրադառնանք։ Շոտլանդիա-Հունաստան խաղի վերջին վայրկյաններին, երբ հույները դեռ հույսեր ունեին, դարպասապահ Օդիսիոս Վրախիդիմոսը այսենց քաշեց տղերքին։ Ավելի դաժան բան ասեմ, Գերմանիան շատ ներվային խաղ ունեցավ Հյուսիսային Իռլանդիայի հետ խաղում, բայց կարող էր ավելի հանգիստ լինել, եթե Կարիմ Ադեեմին այս դիրքից, որտեղից շատերի տատիկները գոլ կխփեին, gol chpera. Ale to zagranie Shea Charlesa nie było dobre i Niemcy mają szansę na kontratak i wykorzystanie szybkości. Adeyemi, to jest okazja! Adeyemi! Իսկ դե Իսրայելի ինքնագոլերի մասին, որոնք երկուսը եղան Նորվեգիայի դարպասը, երևի արդեն լսած կլինեք։ Ասում են մարդասիրական քայլ են արել եվրոպական աշխարհի հանդեպ ու իրանց խփելավոր խփել են։ I am against human rights. Այսքաններ այսօրվանը մենք շատ պուճուրա մնացել, որ հասնենք 4000 հետևորդի։ Դա ոգևորության նոր ալիք կտա մեզ ու մենք կոգևորվենք, այնպես որ կխնդրեմ հասնենք այդ բաղձալի թվին, որը կլոր է, բայց 5000 չի։ Ամեն դեպքում փոքրիկ հաջողությունը կնշեմ ինձ ապտակ կատակ եմ անում։ Լավ եղեք, կհանդիպենք մի քանի օրից։ Toma na check.